Մեր առաջին խնդիրներից մեկը, որ խոսում է պետական համակարգի ճնշման մասին, հունիսի 8-ից հետո սկիզբ առած այս աշխատանքից ազատման պարտադրանքներից մեկի մասին է, խոսքը Հրազդանի Աղավնաձոր գյուղի դպրոցի տնօրենի պահվածքի մասին է։ Նրա անունն է Ռեգինա Թալալյան։ Ռեգինա Թալալյանը պարտադրել է 34 տարվա կենսագրություն ունեցող հայոց լեզվի և գրականության ուսուցչուհուն ազատման դիմում գրել և այս հարցում նա ունեցել է ճնշումներ վերադասից։ Համենայն դեպս մեզ հայտնեցին, որ մարզպետարանից կրթության վարչության պետի միջոցով է մարզպետը փոխանցել այդ հարկադրանքը, որ պետք է աշխատանքից ազատվի մայրենի ուսուցչուհին, որովհետև նրա ամուսինը եղել է ընտրություններում ուժեղ Հայաստանի շտաբի պետը։ Խոսքը Լուիզա Հովհաննիսյանի մասին է, իսկ ուսուցչուհին դիմադրել է ու դիմադրում է մինչև այս պահը։ Իդեպ մեզ այս մասին տեղեկացրել էին ծնողները, որոնք շատ սիրում և գնահատում են այս ուսուցչուհու վաստակը, նրա աշխատանքի ձևը, մեթոդը և ծնողների ահազանգի հետքերով մենք Աղավնաձորում եղանք, խնդրեմ տեսանյութը կդիտենք և կվերադառնանք տաղավար։ Մեզ ծնողները ահազանգել են ձեր գյուղի բնակիչները, որ աշխատանքից ազատման դիմում է պարտադրվում գրել մի կնոջ, ով ձեզ մոտ 34 տարի է դասավանդում է լեզու և հայոց լեզու և գրականություն, և ասում են, որ դրդապատճառները քաղաքական են։ Կմանրամասնեք։ Բազմիցս ահազանգեր են եղել, թե ուրեմն ուսուցիչներից, կոլեկտիվից և թե ընդհանրապես աշակերտական համակազմից, որ տվյալ ուսուցչուհին տարբեր առիթներով փորձել է ուղղորդել ծնողներին, ընտրել այս կամ այն կուսակցությանը, քարոզչություն անել, հայրենասիրության քողի տակ փորձել է պարտադրել իր հայացքները, բայց բոլոր դեպքերում ձեր ասած այդ փաստարկները հաշվի առնելով, որ 34 տարի մարդ աշխատում է, լավ է աշխատում, տարակարգ ունի և այլն, ես ընթացք չեմ տվել այդ ամենին։ Առավել ևս միայն ասոկոսների վրա այդ ամենը կառուցել հնարավոր չի ըստ էության։ Սակայն ընտրություններից անմիջապես հետո, ամսի 8-ին, նույն ուսուցչուհին ծնողներին 13 աշակերտների դասղեկական դասարանի ուղարկում է մի ուրեմն հաղորդագրություն, որտեղ խոսվում է այն մասին, որ ուսուցչուհին հրաժարվում է նախապես պլանավորված էքսկուրսիան իրականացնել, որովհետև այդ էքսկուրսիան նախ հարցնում է ինչպես եք, համոզված եմ, որ հիմա արդեն լավ եք։ Պլանավորած էքսկուրսիան մենք չենք գնալու, որովհետև մենք պիտի գնայինք հայկական եկեղեցիներ և հայկական հնավայրեր, իսկ դա ձեզ հետաքրքիր չի լինի։ Սեպտեմբերից ես այլևս դասղեկ չեմ լինել։ Անմիջապես ծնողները այդ նույն հաղորդագրությունը ուղարկել են ինձ, որին հետևանք եղել է խիստ նկատողությունը, որովհետև տվյալ պարագայում ուսուցիչը գերազանցել է մի քանի իր պարտականություններ։ Նախ փորձել է չկատարել իր պաշտոնեական պարտականությունը էքսկուրսիան է ձախողել, մեկ, երկրորդը, նա իրավունք չուներ ծնողներին որակավորելու, պիտակավորելու և ասելու, որ իրենց հետաքրքիր չի կարող լինել հայկական եկեղեցին, հայկական հնավայրերը։ Մյուս կարևոր հանգամանքը, որ իր պաշտոնեական պարտականությունները գերազանցելով հայտարարել է, որ սեպտեմբերից ինքը դասղեկ չի լինելու, թեև տնօրենի հրահանգ, հրաման նմանատիպ չի եղել։ Դուք երգում եք այն պնդումները, որ ուսուցչուհու ազատման դիմումի համար ձեզ օր ու ժամ է տվել մարզպետարանը և մասնավորապես մարզպետի հրահանգը ձեզ իջեցվել է կրթության վարչության պետի միջոցով։ Եվ պայմանը եղել է այն, ոչ թե այդ գրառումը, այլ այն, որ այդ ուսուցչուհուց պետք է ազատվել, որովհետև ուժեղ Հայաստանի շտաբի պետ է եղել ամուսինը և ինքը ներկա է եղել հանդիպումներից մեկի ժամանակ։ Ես ոչ միայն չեմ պնդում, այլ ընդհանրապես դեմ եմ ձեր մոտեցմանը։ Իմ չէ, դրա մասին խոսում են ծնողները և շատ ուշագրավ մանրամասներ են հայտնում։ Խոսակցությունների հիմքի վրա մենք ոչինչ չենք կառուցում։ Այս պահին գնում է գործընթաց, որը օրինական հունի մեջ։ Ինչ գործընթացի մասին է խոսքը։ Խիստ նկատողությունն է այս պահի դրությամբ և ուրիշ ոչինչ։
Այո, այդ նյութը նաև ուրեմն ծնողները հասցրել են մարզպետարանին, այնպես չի որ այդ նյութը միայն գյուղի սահմաններում է մնացել, ինձ են ծնողները հասանք։ Խոսքը հունիսի 8-ի հիասթափված նամակի մասին է։ Այո, դրա մասին է խոսքը, բայց կոնկրետ գործողությունները արդեն արվել են դրան համապատասխան։ Ինչ գործողություններ բացի խիստ նկատողությունից եւ դուք մինչ այդ կանչվել եք մարզպետարան, ում մոտ եք կանչվել եւ ինչ հանձնարարություն եք ստացել։ Դուք հերքում եք, որ ասվել է մինչեւ այսօր ժամը 1-ը ազատման դիմում ստանան ձեր միջոցով։ Կարող եք կանչել ուսուցչուն, ինքը դպրոցում է աշխատում է։ Եթե դեմ չեք, կանչենք, որպեսզի մենք լրագրող ենք, հա, համակողմանի նկարագրենք եւ իրավիճակը բարև ձեզ։ Դուք եք Քանի որ դուք այստեղ եք, լավ կլիներ, որ 1-2 բառ դուք ասեիք։ Կարծում եմ ձեր մասին խոսում են գյուղում, ճիշտ կլիներ, որ դուք անձամբ պարզաբանում տայիք։ Ազատման դիմումի մասին ճիշտ է, ինչ որ լսել է, ազատման դիմումը, Ահա, տնօրենը ասել է, որ պետք է գրեմ, ես հրաժարվել եմ գրելուց։ ինչի համար։ Դե Viber-ի էջում ծնողների ես հաղորդագրություն էի գրել էքսկուրսիայի համար։ Ընտրությունից մի օր առաջ երեկոյան գրել էի, որ նորմալ ընտրություն անեք, վերահանգել եմ հայրենիքի համար։ Իշահ մեր երկրի ընտրություն անեք նորմալ։ Հետո դրա հաջորդ օրը, ընտրության հաջորդ օրը ես ծնողներին ասացի, որ կարծում եմ, որ էքսկուրսիան ձեզ չի հետաքրքրի, որովհետև եւ աշակերտները ցանկանում էին լողավազան գնալ։ Ծնողները ման էին գալիս այդպիսի մի տեղ, որ երեխեքի համար հաճելի լիներ։ Հետո իմ նպատակը, որ էքսկուրսիան պետք է կազմակերպեի, Կոշավան քաղաքին եկեղեցիները, մտածեցի, որ իրենց պետք չի հետաքրքրի եւ ասացի դուք էքսկուրսիան ինքնուրույն կազմակերպեք։ Այսինքն դուք հրաժարվում եք կազմակերպել էքսկուրսիայից քանի օր առաջ եք դուք դրա մասին տեղեկացնում, որ դուք էքսկուրսիան դեռ չի եղել, ին էքսկուրսիան պետք է լիներ։ Ապագայի հարցեր, բայց դուք տեղեկացնում եք, որ դուք հրաժարվում եք դա կազմակերպել։ Էքսկուրսիայի համար ես իրենց տեղեկացրել եմ մի 10 օր առաջ, բայց ես էքսկուրսիան իրականացրել եմ ծնողների, աշակերտների հետ շատ նորմալ օր ենք անցկացրել։ Այսինքն դուք ըստ էության ազատման դիմում ստացել եք, ազատման դիմումի պահանջ ստացել եք։ Ճիշտ են ծնողները ասել այդ մասին։ Անպայման։ Ահա։ Տնօրենը ասում է, որ դուք խիստ նկատողություն եք ստացել։ Երբ է եղել այդ ազատման դիմումի պահանջը եւ ինչպես է ձեզ ասվել այդ մասին։ Մի շաբաթ չէ, Գերթալարյան մի շաբաթ առաջ ասել է, որ պետք է ազատման դիմում գրեք։ Ես հրաժարվել եմ գրելուց, չգիտեմ ինչի համար պետք է գրեի, վերեն կտեսնեք ես այն չեմ գրել ես այդտեղ։ Հա, դուք արդեն գրել եք այդ ազատման։ Չէ, ազատման դիմումը չեմ գրել ես։ Չեմ էլ գրել այդ ազատման դիմում, ինչեւ հիմնավոր փաստեր չունենամ, թե ինչու։ Իսկ նկատողություն, խիստ նկատողություն ստացել եք։ Նկատողություն ստացել եմ էքսկուրսիան տապալելու համար։ Ձևակերպեմ միտքը, չնայած որ էքսկուրսիան իրականացվել է, բայց ուսուցիչը այսպիսի հրահանգներ է տվել։ Փաստորեն մեր ահազանգի մի մասը դուք հաստատեցիք, որ ձեզ պարտադրվել է ազատման դիմում։ Եթե կար խիստ նկատողություն, այդ դեպքում ինչու ազատման դիմում, Տիկին Թալալյան, եւ ում հրահանգներ դուք կատարել, դա ձեր նախաձեռնությունն է, թե ճիշտ են մեր տեղեկությունները, որ ձեզ հրահանգվել է մարզպետարանից մաքրել, այսպես ընդդիմադիր հայացքներ ունեցող ուսուցիչներից դպրոցը։ Ոչ, այդպեսի բան չի։ Այդ դեպքում ինչու եք դուք ասում, որ ես միայն խիստ նկատողություն եմ տվել, բայց պարզվում է, որ իսկապես դուք պարտադրել եք նրան ազատման դիմում։ Դուք իրավունք ունեք պարտադրել ազատման դիմում գրել։ Կրկնվող է, պայմանը հետևյալն է, որ քաղաքական որևէ բան գործում չպիտի լինի ընդհանրապես հետագայում։ Հա, բայց կներեք, դրա մասին կարելի է խոսել, դուք օգտվում եք ձեր դիրքերից եւ մարդկանց հրահանգում եք ազատման դիմում գրել, դուք հետո կներեք, մի քիչ ճիշտ չի ստացվում իմ ասածը, բայց դուք դրա տակից հետո դուրս գալու եք իրավական դաշտում, դուք կարող եք մարդուն քաղաքական հայացքների համար հալածել, որտեղ դուք օրենքի դաշտում պիտի գործեք, Տիկին Թալալյան։ Ես գործում եմ օրենքի դաշտում եւ մինչեւ վերջել իմ գործունեությունը միշտ լինելու է օրենքի դաշտ։ Բայց դուք անկեղծ չեք, քիչ առաջ չասացիք, որ դուք ազատման դիմում եք պարտադրել։ Ես ազատեք, եթե մարդը սխալ է գործել, դուք ինչու եք ազատման դիմում պարտադրում։ Տվյալ, ուրեմն դուք եք չէ ասում օրենքին պիտի։ Բայց մարդը ասաց այո։ Ես օրենքին հետևելով իր արարքի դիմաց համապատասխան պատիժ եմ սահմանել։ Կներեք, դուք դատավոր եք, դուք ընդամենը փաստերի հիման վրա կարող եք ազատել։ Այդ դեպքում դուք ազատման հրամանը տվեք։ Ինչու եք մարդուն ասում կամովի արի քեզ գլխատի գնա։
Ես այդպիսի հրանք չեմ տվել։ Մարդը ասում է տվել եք հրահանգ։ Ինչ հրահանգ է տվել։ Ընկեր Թալարյան, դուք ինչ չեք ասում դիմում գրի ազատման։ Էլ ինչ է ասել։ Այդպիսի հրանք չեմ տվել։ Ընկեր Թալարյանը, դե եթե չեք տվել, ուրեմն իրականությունը ես ներկայացնում, ես ամեն ինչը ինչից է սկսվել։ Ես իմ հայրենիքի համար ելույթ եմ ունեցել ուղիղ Հայաստան Կուսակցության կողմից։ Իհարկե ոչ դասերի հաշվին, դասերից դուրս է ելույթի եղել Կիրակի օրով։ Ինձ կանչել է ընկեր Թալարյանը, ասել է, որ վարչության պետը իրեն կանչել է եւ ասել է, թե ուսուցիչը շատ լավ ելույթեր ունենում հրահանգի, որ զգուշ լինի, չափերի մեջ մնա։ Ընկեր Թալարյանը ինձ առանձին կանչեց, իհարկե շատ շնորհքով, խաթրով ասավ մի արա այդպիսի բան, ասեցի ինչ որ փաստում են դրա դեմ, որ ես աշխատանքի ժամի եմ արել, ես չեմ կարողանում, իմ տեսակն էլ եք տա, ում եմ ինչ վնաս տվել։ Հետո ընկեր Թալարյանը դրանից հետո դպրոցում, սրանից մի շաբաթ, մի 10 օր առաջ երևի, ինձ զանգեց, ասաց, որ դու պետք է ազատման դիմում, ինձ ասել են վերևից, որ դու պետք է ազատման դիմում գրես։ Ասեցի, ես չեմ գրելու այդ ազատման դիմումը։ Ասավ, եթե չես գրում, դե հիմա արդեն խիստ նկատողություն է տվել դրա համար, ես սպասում եմ, որ ընկեր Թալարյանը ինձ ազատի հիմնավոր փաստերով, որ ես դիմեմ դատարան։ Ես ընկեր Թալարյանի դեմ կներեք ոչինչ չունեմ, շատ հարգված, շատ սիրելի տնօրեն, ինձ համար իմ գործընկերն է եղել, մենք միասին երկար տարիներ աշխատել ենք։ Այսինքն դուք կարծում եք հրահանգ է իջեցվել եւ նա չի կարող դիմադրել այլևս։ Հրահանգը վերևից է, հաստատ գիտեմ որ հրահանգը։ Մարզպետարանից մեզ այդպես են ծնողներն ասել մարզպետն է։ Պետից եւ վարչության պետից է հրահանգը եղել, որ պետք է ինքը անպայման այդ դիմումը գրի։ Եթե ինքը չգրի դիմումը, ընկեր Թալարյանին կազատեն։ Հիմա այստեղ խնդիրն է նա, որ ես իրա դեմ ոչինչ չունեմ, ես չեմ էլ ուզում, որ ընկեր Թալարյանին ազատեն։ Բայց ես էլ պարտավորված չեմ, որ ես դիմում գրեմ, չգիտեմ ինչի համար, առանց հիմնավոր փաստերի, իմ դիմումի համաձայն ես ազատվեմ։ Այս փակուղային իրավիճակում փաստորեն ձեզ խիստ նկատողության մեթոդները պիտի օգնեն Տիկին Թալարյան։ Պիտի լիներ տվյալ գործունեությանը հակազդեցություն։ Հակազդեցությունը օրինաչափ է, դուք իրավաբաններ չեք, բայց ես խորհուրդ կտամ իրավաբաններին հետևել իմ գործընթացներին, որևէ անօրինական քայլ արված չէ։ Ուղիղ նախադասությամբ հերքում եք, որ ձեզ հրահանգվել է ազատվել այս ուսուցչուց։ Այո։ Այդ դեպքում ում խնդրանք պահանջն եք փոխանցել, երբ որ դուք այդ պահանջը ներկայացրել եք ազատման դիմումի մասին։ Դուք հերքում եք, որ դուք հերքում է Տիկին Թալարյանը, որ ձեզ ասել է ազատման դիմում գրեք։ Չեք ասել ընկեր Թալարյան։ Չէ։ Քանի անգամ եք ասել, ամեն օր։ Չէ։ Ամեն օր ինձ ասել է ազատման դիմում գրի։ Աշակերտների ծնողներ գրում են, որ ձեր հարազատների միջոցով են անգամ փորձ անում ազդելու ձեր վրա, ձեր էմոցիաների վրա, որ դուք այդ ազատման դիմումը գրեք, որպեսզի Տիկին Թալարյանը ամեն գնով ստանա ձեր ազատման հրամանը։ Ընկեր Թալարյան, ճիշտ է չեք ասում, որ դուք ինձ մի քանի անգամ կանչել ու ասել եք ազատման դիմում գրի, եղել է այդպիսի բան։ Եղել ընկեր Թալարյան։ Ես ձեր դեմ ոչինչ չունեմ։ Ես խնդրել եմ ու ասել եմ, որ ձեր դեմ ոչինչ չունեմ, ձեր մարդ տեսակի դեմ ոչինչ չունեմ, կրկնում եմ նորից։ Բայց դուք այնքան արեց, այնքան դրդեց ընկեր Թալարյան ազատման դիմում գրելու համար, որ ես նույնիսկ իմ ամուսնում, իմ ամուսինը ամբողջ Հայաստանի Հանրապետության աուդիտոր ա եղել, բոլոր օրենքներից շատ լավ գիտակ ու տեղեկացված է։ Գնաց վարչության պետի մոտ։ Վարչության պետի մարզպետարանի պետի մոտ ուզեցել եմ մտնել մարզպետի մոտ, ասել է, որ մարզպետը տեղում չի։ Վարչության պետին մոտեցել է, վարչության պետն ասել է, այդպես էլ պետք է լինի։ Եթե ԿՊ չի, չպիտի աշխատի։ Կարգը է դա։ Հիմա մենք սպասում ենք, նույնիսկ պահը գալիս է, խնդրում ենք ընկեր Թալարյանին ազատման։ Դուք ազատեք, ազատման հրամանը տվեք, ես դիմեմ դատարան։ Ինչքան կարանք մենք ստրուկի նման աշխատենք։ Եթե այս ամբողջը պատմում է ազատման դիմումի մեջ, դուք պատրաստ եք ստորագրել այդ ազատման դիմումը։ Ոչ։ Այդ դեպքում ստացվում է, որ նա շարունակելու է աշխատել, դուք հիմքեր չունեք ազատել, եթե դուք հիմքեր ունենայիք, առնվազն կազատեիք առանց դրա, բայց չէ՞ այդ դեպքում պահանջում ազատման դիմում։ Փաստորեն բոլորը հաստատում են ձեզնից բացի, որ ազատման դիմում են ձեր միջոցով փորձում կորզել այս կնոջից ամեն գնով։ Ես չեմ։ Այդ թվում ճնշումների։ Ես ընդհանրապես իրեն հաղորդել եմ այն, ինչ որ ինձ ասել է, ինչ իմաստով, որ տվյալ SMS գրողը չի կարող կրթության համակարգում աշխատել նման ձևով, եթե պետական, ուրեմն ծրագիրը, պետական
քաղաքականությունը ուսուցիչը չի կիսում եւ չի աշխատում։ Չի կիսում ում կարծիքը Փաշինյանի, Կրճատ Հայաստանի։ Ոչ։ Այսինքն կարելի է ԿՊ-ական լինել, բայց ունենալ ընդդիմադիր Հայաստան չի կարելի, արգելված է մարդուն հայացքներ ունենալ։ Հիմա նորից եմ ասում, սխալ բաներ եք խոսում։ Որևէ քարոզչություն այստեղ չի եղել, միակ հորդորը ուսուցիչներին, միակ խնդրանքը ուսուցիչներին, որ հեռու մնան դպրոցում քաղաքական գործ։ Վաղը մյուս օրը ձեզ հնարավոր է այդ Կրճատ Հայաստանի քարտեզ պարտադրվի եւ պատին ունենալ, եւ ձեր դոշին ունենալ։ Դուք պատրաստվում եք այդ հրահանգները կատարել։ Անջատել։ Ինչ եք անելու, ձեր հաջորդ քայլը ո՞րն է։ Տնօրենը փաստորեն անպաշտպան վիճակում է շատ։ Եթե տնօրենը ազատի, ես իմելու եմ դատարան։ Ես ասում նաև իմ ամուսինը մոտեցել է կրթության վարչության պետին, ու այդ ամեն ինչ իր կողմից է եղել, որ եթե ԿՊ չի, ուրեմն իրավունք չունի աշխատելու։ Իսկ դուք հանուն աշխատանքի եւ հանուն այս փոքրիկ պաշտոնի պատրաստվում եք այդ քարտեզը ձեր դոշին խփել եւ սրտիկների մեջ ես հայրենասեր հայ եմ, հայրենասեր մարդ եմ, եւ երբեք չեմ ուզում, որ ծածուկ լինի իմ հայրենասիրությունը։ Ես ազատ եմ իմ կամքի, իմ կարծիքի մեջ, ես սիրում եմ իմ հայրենիքը։ Դուք քարոզչություն արել եք դասաժամերին կամ ոչ։ Դուք քարոզչություն արել եք դպրոցի տարածքում։ Ոչ։ Ճիշտ է, որ ձեր ամուսինը ուժեղ Հայաստանի շտաբի պետն է։ Շտաբի պետ է եղել իմ ամուսինը։ Ես էլ խոսեմ։ Փոքրիկ խորամանկություն է, ոչ թե ազատման հրամանտար, այլ է ազատման։ Չէ, կներեք դուք իրավունք չունեք ինձ Ես ազատություն տալ։ իրավունք չունեմ, չեմ խոսում։ Մի խոսեք։ Մի խոսեք, բայց ունենք ահա, եթե ամեն ինչ հանգիստ էր, ինչու եք այդքան վրթովված։ Գնանք մի հատ ուսուցչանոց։ Մենք չենք ուզում, որ մեր գոլեգան քաղաքական հայացքների համար հալածվի։ Շատ սիրում ենք իրեն։ Չէ, ազատման դեմ ենք։ Ահա։ Ուզում եք, որ ձեր մանկավարժ ընկերուհին շարունակի ձեզ հետ աշխատել։ Ես էլ նաև 23 տարի համատեղ աշխատել եմ իրան, եղել եմ երեխաների ուսուցչուհին, շատ լավ մանկավարժ, հայրենասեր, չգիտեմ, ես մարդկային շփվող, Ես խաղ եմ հայրենասեր լինել։ Ոչ մեկ չի ցանկանա իր գոլեգայից ազատվել, որովհետև դա շատ ցավոտ հարց է։ Մենք բոլորս ցանկանում ենք մեր կոլեկտիվում տեսնել ընկեր Հովանեսյանի նման մասնագետի, մանկավարժի, մեր սերունդների համար շատ կարևոր է նման մասնագետի կողմից կրթելը հետագա զարգացման դաստիարակության համար։ Այս կինը փաստորեն չի նահանջում, ազատման դիմումի հրահանգը չի կատարում։ Դուք ինչով եք իրեն սատարում որպես մասնագետներ եւ որպես գյուղի բնակիչներ ու ծնողներ։ Փորձենք վերինացիաներին դիմել, որ մեր մանկավարժը մնա դպրոցում, կրթի մեր հաջորդ սերունդներին։ Ոնց կարելի է ուսուցչին միանգամից կանչել ու ասել 34 տարվա մանկավարժին դիմում գրել։ Հիմա քաղաքական դրդապատճառներով այս ազատումը ձեր կարծիքով։ Այո։ Ինչ խորհուրդ կտայիք ձեր գոլեգային, գրի ազատման դիմումը, թե դիմադրի։ Ես ճիշտն ասած չգիտեմ հետակա քայլերը, եթե ինքը դիմում չգրի, հանկարծ մեր տնօրենին չստիպեն ինչ-որ մի դիմում գրելու։ Իրեն ստիպում են, ինքն էլ չգիտի ինչ անի, սա։ Հարգելի ուսուցիչներ, դուք ուզում եք ազատվել ձեր գոլեգայից։ Լավ ուսուցիչ է Տիկին Հովանեսյանը։ Ուսուցիչ, գոլեգա եւ մարդ, հայրենասեր մարդ։ Գիտեք, երբևէ չի քննարկվել նման հարց։ Յուրաքանչյուրս մեր քաղաքական իրավունքի սահմանում օգտվել ենք մեր այդ իրավունքից, բայց կոնկրետ ուղղորդումներ, ինչ-որ դրդապատճառներ չեն եղել։ Բացի վարչապետից ում էր հանդիպել։ Էլ ոչ մեկի չի հանդիպել, որտեղ ուզեցել է հենց մարզպետին հանդիպի, վարչության պետն ասել է, որ մարզպետը տեղում չի, խորհուրդել չեմ տա մոտենաս մարզպետին, որտեղ մարզպետը այս ամեն ինչի տեղեկացված է, քեզ էլ է լավ ճանաչում, որտեղ իմ ամուսինը երկար տարիներ աշխատել է բարձր պաշտոններում եւ ասել է, որ գիտի նաեւ որ քո կինն է, որ անիմաստ է իրեն մոտենալը, որ ինքն էլ չի կարող ոչինչ անել, որովհետեւ վերևից նրա հանդիպում։ Այսինքն շատ ավելի վերևից կգմսեից երևի, հա։ Դե վարչության պետք է ասել։ Անիմաստ է մարզպետին մոտենալ, որովհետեւ իրեն է վերևից հրահանգում են, ովքեր ԿՊ չեն, չպետք է աշխատեն։ Հիմա պատրաստվում եք ԿՊ-ական դառնալ, որ ձեզ մինչև հաջորդ ընտրություններ ապահովագրեք։ Իհարկե ոչ, ես ինքս պատրաստ եմ աշխատանքից ազատվել, բայց չդառնալ ԿՊ։ Ես հիմա առավել քան երբևէ զգում եմ, որ իմ տեսակը
պետք է անհրաժեշտ է այսօր իր դպրոցում սերունդ դաստիարակելու համար, որովհետև հիմա բոլոր գրքերից ջնջված է վերացված է հայ ժողովրդի տեսակը։ Ընդունենք, որ այսպիսի ուսուցիչներ մեզ շատ քիչ կհանդիպեն, այն էլ գյուղերում, որտեղ տեղական իշխանությունն ավելի ագրեսիվ է, ավելի ծանր մեթոդներով է գործում, համենայն դեպս Երևանում էր ուշադրության կենտրոնում են եւ մի քիչ ավելի ծածուկ են այս նենգ գործողություններն անում, բայց Տիկին Հովհաննիսյանը շարունակում է դիմադրել, նաեւ գոլեգաներն են կանգնել թիկունքին, բայց նա, այսպես ասենք, համաձայնել է ազատման դիմում գրել միայն այն դեպքում, երբ ամբողջովին կպատմի, թե ով ում է հանդիպել, ինչ է ասել եւ ինչպես են իրեն հարկադրել իրենց տուն մարդ ուղարկելով հարկադրել, որ այդ ազատման դիմումը ստանան։ Տիկին Հովհաննիսյանը իր օրինակով պիտի որ մեզ համար դառնա այսպես ֆենոմեն, որպեսզի հետևենք նրան, մենք ինքներս նրան պաշտպանելու ենք մինչև վերջ եւ նրա կողքին են կանգնելու նաեւ իրավապաշտպանները, փորձեք դուք ինքները դիմադրել եւ չտրվել տեղական իշխանների, նրանց կամակատարների, նրանց մերձավորների քմահաճույքներին։ Հասկանում եք, չէ՞, որ այս քմահաճույքները այդ պահին կարող են ընդհանրապես էմոցիոնալ պորտկումներ լինել, ճնշումներ քաղաքական, որոնք հրահանգված են ինչ-որ իրավիճակից ելնելով։ Բայց մենք հասկանում ենք նաեւ, որ պետական բյուջեի վրա այս քաղաքական քմահաճույքները, այս փոքրիկ իշխանավորների քմահաճույքները ինչ ծանր բեռ են դառնում։ Բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքական քմահաճույքների կամ քաղաքական այսպես ճնշումների պատճառով ազատումներ են եղել եւ այս ազատումները վերադարձվել են արդեն դատական որոշումներով, այսինքն մարդը վերադարձել է համակարգ, ստիպված են եղել նրան վերանշանակել եւ այս ամբողջ շրջանը հարկադիր պարապորտի համար կուտակվել է մեծ ծավալի գումար աշխատավարձ, որը հատուցվում է մեր հաշվին, հարգելներս, բյուջեի հաշվին, հարկատուների հաշվին, այն հերոս հարկատուների, որոնցից ոմանց երկրպագում են, իրենց ուսերին դնում, օժանդակում, որպեսզի նրանք ունենան սուպերմարկետներ, չգիտեմ ինչ կարողություններ, կասկածելի հանգամանքներում եւ ոմանց գետնին տապալելով տանում են բանտեր, ինչը թե հակառակվել են իշխանության կամքին եւ դարձել են մրցակից քաղաքական մրցապայքարում։